Wciąż te bum nie wydać. Ուշացումով, բայց վերջապես Վանաձորում նշվեց քաղաքի օրը։ Կրթության, մշակույթի եւ туриզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանի ձևակերպմամբ քաղաքի տոնը նշելու ուշացման պատճառը տեխնիկական էր։ Վստահեցնում է, մեծ ողջավորությամբ են պատրաստվել տոնին։ Այսօրվան ընթառաջ մենք Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեծ ողջավորվածությամբ եւ սիրով մեծարեցինք մեր սիրելի արվեստագետներին, մշակութային գործիչներին, անվանի մարդկանց, ավականիներին, որոնք կարծում եմ մեր քաղաքի կոլորիտն են ներկայացնում։ Դե այս երեկոյան ժամերին էլ մեծ ողջավորվածությունը սպասում է հենց երիտասարդներին, քաղաքի սիրտը ներկայացնող անձանց։ Մեր բոլոր վանաձորցիներին, Վանաձորի սրտում հայքի հրապարակում այսօր մեծ տոնական միջոցառում է սպասվում շուրջ 3 ժամ տևողությամբ եւ մեր սիրելի վանաձորցիներին ժամանել են Երևանից շնորհավորելու մեր շատ սիրված երաժիշտները, բենդերը եւ անհատ կատարողները։ Հարման Բերնեցյանը Վանաձորը համարում է երիտասարդության քաղաք, ասում է զարգացման տեսլականի հիմքում այդպես էլ տեսնում են աշխուժ ու երիտասարդ Վանաձոր։ Եթե պատմական դիտարկմամբ, ապա Վանաձորը 199 տարեկան է։ Ինքը բնակավայր է այստեղ շատ վաղնջական ժամանակներից է, գիտեք, նաև ունենք թագավորանիստ հնավայր, որը հասնում է մինչև բրոնզի դարյան շրջան, այսինքն Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակ, բայց վերջին ընթացքում մենք պաշտոնական փաստաթղթեր ենք գտել, այսպես ասած, որտեղ 1826 թվականին ռուսական ցարական իշխանության հրամանով Ղարաքիլիսային տրվել է, մեծ Ղարաքիլիսային տրվել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ, այսինքն մյուս տարի ուղիղ 200 տարի է, որ Վանաձորն ունի քաղաքի կարգավիճակ, եւ դա արդեն փակագծեր շատ չեմ բացում, մենք Հոբելյան ունենք մյուս տարի։ Վանաձորցիներին մաղթում եմ երջանկություն առաջին հերթին եւ ամենակարևորը խաղաղություն, որովհետեւ ես միշտ ասում եմ, որ քաղաքը ինքը իրենով, իր թեկուզ բարեկարգ փողոցներով, իր հարմարավետ ենթակառուցվածքներով եւ այլն դեռ ամեն ինչ չի, քանի դեռ նրա բնակիչները երջանիկ չեն։ Ես ցանկանում եմ առհասարակ Վանաձորին եւ ընդհանրապես հայ ժողովրդին միայն երջանկություն, բարեկեցություն եւ խաղաղություն։ Լոռու մարզպետը վանաձորցիներին շնորհավորելու խոսքը ինքնախոստովանմամբ սկսեց։ Ես դստերս ծննդյանը երկար եմ սպասել։ Իմ միակ եւ առաջնագի ծննդյանին։ Եկ Վանաձոր մշտական բնակության տեղափոխվելուց հետո ես բաց եմ թողնում նրա առաջին նախադասությունները։ Ես բաց եմ թողնում մեր առաջին երկխոսությունները։ Ես բաց եմ թողնում նախադպրոցական ուսումնական հաստատությունի նրա առաջին հաջողությունները։ Աղջիկս, ես վստահ եմ, թե դառնաս գիտակից եւ ինձ չես մեղադրի։ Եվ անվերադարձ բաց թողնված բաները ես փոխարինել եմ ինձ համար անգին երազանքները։ Իմ ու քո երկրի, իմ ու քո Լոռու մարզի, եւ իմ ու քո Վանաձորի հետ կապված։ Կգա ժամանակ, երբ մենք կքայլենք Վանաձորում եւ ես քեզ մատնացույց կանեմ։ Այն փոփոխությունները, որ մեզ հաջողվեց բերել Վանաձորում։ Հետո հերթը հասավ թվերին, խոստումներին, կառավարությունը Վանաձոր համայնքի ֆինանսավորումը ավելացնելու է։ Կուտակված հսկայածավալ պարտքեր քաղաքին վերադարձվել են Վանաձորի բյուջե։ Եվ պարոն Փելեշյանն էլ էստեղ ահագին գործում է արած։ 2 միլիարդ 300 միլիոն դրամ պարտքի մասին է խոսքը, որը հիմա քաղաքի բյուջեում դրված է։ Եվ արդյունքում ավելի քան 5 միլիարդ դրամ կա բյուջեում, եւ կառավարությունն էլ սպասում է այդ բյուջեն մոտավորապես կրկնապատկերի։ Արկադի Փելեշյանի խոսքով, որվա յուրահատկությունը նաև նրանում է, որ իմի են բերվում ընդհանուր հիշողություններն ու ձեռքբերումները եւ հույսերը ապագայի։ Այսօր մենք կանգնած ենք նոր զարգացման շեմին, միասին կերտելով ավելի հարմարավետ, բարեկարգվող եւ գեղեցիկ քաղաք։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրանց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր քաղաքի բարեկեցությանը, մշակութային եւ տնտեսական առաջընթացին։ Մեր ուժը միասնության մեջ է։ Միայն համերաշխ եւ համախմբված համայնքով կարող ենք հասնել մեր նպատակներին։ Վանաձորցիները քաղաքը մաքուր ու բարեկեցիկ են ուզում տեսնել, իսկ վանաձորցիներին խաղաղ ու առողջ։ Տավնենք
շատ բարի, շատ բան, նախագահի։ Մենք հպարտենք մեր Վանաձորով, նախ շնորհավորում եմ մեր Վանաձորի տոնի արդիվ։ Հպարտենք մեր Վանաձորով, հպարտենք մեր Վանաձորի բոլոր քաղաքացիներով։ Մեր Վանաձորը արժանի է, ամենալավին, ամենականաչին ու ամենաուրախին։ Ձեզ համար Վանաձորի խորհրդանիշը ո՞րն է։ Վանաձորի խորհրդանիշը առաջին հերթին մարդիկ են, բնակիչները, քաղաքացիները, ովքեր որ իրենց բարությամբ, իրենց մաքրությամբ, անմիջականությամբ տարբերվում են բոլորից։ Կանաչը, մեր Վանաձորը կանաչ է։ Ինչ եք անում։ Տոնի լիաթոք ուրախացողները երեխաներն են, եկել են իրենց սիրելի երգչին տեսնելու եւ երգելու նրա հետ։ Որ դու ինձ համբուրես քաղցր Մի հատ էլ քեզ տանեմ ամպերից Տանեմ հեռու Մշակույթի բաժնից նկատում են համերգային ծրագրում ընտրվել են մարդիկ, ովքեր վերջին ժամանակներում հիթային ու պահանջված երգացանք ունեն։ Չգիտես ինչքան եմ ես լացել արած քո սիրով ջահել սիրտը իմ արժե ես ուզում եմ որ քո աչքերին Համերգային ծրագրի վերջին ակորդները Արամ են տվեց։ Վերջունի պես երավ եկեք Հայաստան 199 տարեկան Վանաձոր քաղաքին նվիրված երեկոն շքեղ հրավառությամբ ավարտվեց։ Անետ Կարապետյան, Հայկ Վարդանյան, Թղթապահ։